Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեզ միջոցառման կազմակերպիչներին, քանի դեռ հրանտն էլ ստեղ է։ Նոր մտածում էի, մի քիչ ստացվում է, որ ավանդույթը խախտվելու է, ես ոնց որ ստացվում է միայն լավ նորություններ ունեմ, ոչ մի հատ վատ նորություն չի ստացվում։ Նախ ուզում եմ ասեմ, Revit ելույթից կարծում եմ լավ պատկերացում ստացաք, թե տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակի, անցյալի, ներկայի, ապագա զարգացումների մասին, թե աշխարհում այս ոլորտում ինչա տեղի ունենում եւ թե Հայաստանում ինչա տեղի ունենում այս պահին։ Այդ վերջինի վրա կուզեմ ավելի մանրամասն մի քիչ հիմա խոսենք վերջինի մասին։ Elevate AI երբ որ պլանավորում էինք, որոշեցինք մի քանի կարևոր հիմնակարեր, ինչը մեր ողջ գործունեության ընթացքում կարևոր է լինելու, որոնցից մեկը ուշադրությունն է կրթությանը եւ գիտությանը, ու այդ առումով կարծում եմ ոչ միայն մեր համար, այլ ընդհանրապես մեր բոլորի համար շատ խորհրդանշական եղավ, որ հենց համալսարանի պրոյեկտը առաջինը գործարկվեց ու ինչքանով գիտեմ, հիմա նախատեսվածից շատ ավելի, ոչ թե նախատեսվածից, այլ կանխատեսվածից շատ ավելի ծանրաբեռնված աշխատում է։ Հաջորդ լավ նորությունը այն է, որ մեր նախագիծը մայիսին արդեն կգործարկվի եւ հաջորդ կարևոր հանգամանքը, ինչը մենք ոնց որ կարևորում ենք մեր գործունեության մեջ, դա ուշադրություն դարձնել ինովացիոն բաղկացուցիչի վրա, դրա համար անենց նախատեսեցինք ամեն ինչ, որ ժամանակացույցով համընկնի եւ մեր մոտ մենք կարողանանք առաջարկել միանգամից ընթացիկ ամենանոր մոդելը գրաֆիկ քարտի, չիպի, խոսքը B300-ի մասին է։ Այդ առաջինի կրթության եւ գիտության թե ինովացիաների մասով ընդհանրապես տարբեր ծրագրեր ենք նախատեսում, որոնցից կամ իրականացնում, որոնցից մեկի մասին վերջում կխոսամ։ Ինչպես ասացի, մայիսին արդեն հասանելի կլինի ծառայությունները ու երկու բառ դրա մասին ասեմ, որ ուղղակի շատ տեխնիկական մանրամասների մեջ չընկնենք, ուղղակի որ պատկերացնենք ինչ տեսակի ծառայությունների մասն է խոսքը։ Չիպերը հասանելի լինելու թե կառավարվող բեր մետալ որպես, թե որպես բեր մետալ եւ ամենակարևոր մեր համար, մեր գործունեության համար ամենակարևոր հատվածը դա public cloud-ի հատվածն է, որտեղ ավելի դինամիկ կերպով կարելի է ռեսուրսները ավելացնել, քչացնել ու մի հատ առանձին ուղղություն դա հենց թոքենների մասն է։ Մենք կգործարկենք բոլոր տվյալ պահին ամենաակտուալ մոդելները, որոնք որ հասանելի կլինեն թոքենների տեսքով, որոնցից օգտվելը հասանելի կլինի թոքենների տեսքով։ Ծրագրի մասին չգիտեմ, ստեղ հիմա ցույց կտան թե չէ, այդ ինչի մասին ասացի, որ առանձին ուզում եմ անդրադառնամ, պետքա որ էկրանին հասանելի լիներ, եթե չէ, ամեն դեպքում տենց բանավոր կասեմ։ Նոր քիչ առաջ, քանի որ իսկապես շատ արագ է ամեն ինչ տեղի ունենում աշխարհում, ամեն ինչ շատ արագ փոխվում է։ Հենց նոր մի քիչ առաջ նայում էի, թե B300-ը որ երկրներում է հասանելի, կամ որ երկրներում ավելի ճիշտ հասանելի կլինի այս տարվա ընթացքում, ընդամենը մի քանի երկիր է աշխարհում, Հայաստանը երկրորդ տեղում է Ամերիկայից հետո, ինչը բան է, շատ տենց ուրախալի հանգամանք է, իսկ բացի դա, որը տենց շատ փոփոխական բան է, պարզ է, որ ժամանակի ընթացքում շատ ավելի լայն շրջանակներին հասանելի կլինի, բայց մի ուրիշ հանգամանք շատ ավելի ֆունդամենտալ է եւ երկարաժամկետ մեծ արդյունք է ունենալու, չհաշված այն գերիշխող տնտեսությունները, երբ փորձում ենք երկրի միջև որևիցե համեմատական անցկացնենք,
ավելի ճիշտ անցյալ ժամանակով կասեմ, երբ փորձում էինք տենց անեինք, հիմնականում նշում էինք, թե ով որ տեղում է, ասենք թե նավթի կամ գազի պաշարներով, իսկ հիմա ավելի հաճախ համեմատական անցկացվում, թե որ երկրում ինչ ծավալի հաշվողական հզորություններ կան, ու հաշվի առնելով նաև Firebird-ի ծավալները, Հայաստանը այս պահին 5-րդ տեղում է, դա կարծում եմ հրաշալի սկիզբ է ընդհանուր ոլորտի ձևավորման եւ զարգացման համար։ Եթե անդրադառնանք այն 5 շերտերին, ընդհանուր ենթակառուցվածքի կամ ընդհանուր տեխնոլոգիաների համար, որոնք անհրաժեշտ պայմաններ են, երկարաժամկետ առումով 5-10 տարվա կտրվածքով իհարկե համաձայն եմ, որ հիմնական խնդիրը էներգետիկան է լինելու, այսինքն էներգակրիչները եւ այլն, բայց մի քիչ ավելի կարճաժամկետ իմաստով, օրինակ 2-3 տարվա կտրվածքով կարծում եմ հենց չիպերի հասանելիությունն է լինելու մեր կամ բոլորի այն լիմիտը, որը թույլ չի տալու ավելի շատ բան անել, քան կարայինք անեինք։ Այս պահին Հայաստանը ստացվում է, որ բավականին շահեկան դիրքերում է գտնվում այդ իմաստով, կարծում եմ էներգետիկ հատվածն էլ կձևավորվի, կնախապատրաստվի եւ կհամապատասխանի այն արագ զարգացմանը, ինչ հիմա տեղի է ունենում, եւ երկարաժամկետ իմաստով էլ հիմքերը ամուր եւ ճիշտ կլինեն։ Ինչ վերաբերվում է մնացած շերտերին, մոդելներին, application-ներին, այդ պրեզենտացիայում երևի ուշադրություն դարձրեցիք, ինչքան բազմազան էին ու շատ էին լոգոները այն պրոյեկտների, որոնք հիմա արդեն գոյություն ունեն։ Նենց որ կարծում եմ այդ իմաստով էլ որևիցե խնդիր չի լինի։ Ոնց որ մենք մեր մասով որոշել ենք, որ անպայման նախապատվություն տանք հայկական պրոյեկտներին եւ որոշակի ծավալ հասանելի կլինի բոլոր այլ հավասար պայմաններում առաջի հերթին հայկական պրոյեկտներին։ Ես ճիշտ ասած չգիտեմ հարց ու պատասխանի ֆորմատ նախատեսված է թե չէ, եթե այո, կարամ հարցերի պատասխանեմ։ Ժամանակ ունենք, այսինքն հանգիստ կարող ենք հարցերի պատասխանել առնվազն 10 րոպե։ Okay, եթե հարցեր կան, այն բարդ տեխնոլոգիաների մասին մենակ չլինի, մնացած։ Okay, արդեն առաջին հարցը տեսնում եմ, միկրոֆոն կգտնեք, տանք Հրանտին։ Նա է գալիս ամ մի վարքյան։ Ես էլ ունեմ հարցեր, բայց Բարև ձեզ, ուզում եի տեսնել դուք նախատեսում եք, այդ բարը թոքնների ասեցիք, բայց համոզված չեմ ճիշտ հասկացա, դուք եք նախատեսում սեփական ռեսուրսների վրա GPU, host անել մոդելներ ու բացի GPU-ն ժամավճարով վաճառելուց, այսպես ասած, նաև մոդելները վաճառեք, ոնց որ օրինակ Firebird-ը ցույց տվեց, թե չէ։ Այո, ոչ միայն դա նախատեսում ենք, այլ դա երևի թե ավելի կարևոր մասը կլինի մեր ընդհանուր ծառայությունների։ Մի հարց էլ եթե կարելի է, իսկ ձեր համակարգը արդեն պատրաստ է, որ ասացիք կլինի մայիսին կլինի, թե factory-ին կլինի շուտով։ Այո, պատրաստ է, եթե այդ մասով հետաքրքիր է, կարամ տենց տեխնիկական մասով մի երկու բառ ասեմ, գտնվում է Գագարինում, պատրաստ է, մայիսին գործարկվի, այն մեր համար կարևոր հիմնակարերը, ինչի մասին ասեցի, երկրորդ կարևոր բանը դա կայուն զարգացման հարցն է, նաև այդ նպատակով մենք սպառելու ենք բացառապես վերականգնվող էներգիա,
Եվ այդ նպատակով արտադրման աղբյուրները ինքներս արդեն ստեղծել ենք, հենց նույն վայրում արևային կայան է գործում արդեն։ Իսկ factory-ն տեխնիկապես պատրաստ է արդեն, բայց ներսի IT մասը հենց այս պահին հավաքելու, տեստավորելու փուլում է գտնվում։ Քիչ ավելի ուշ կոնկրետ օրը գործարկման կհայտարարենք։ Հրաշալի է։ Էլի հարց, ահա, ստեղ կար, ընդեղ կար, օքեյ։ Շնորհակալություն։ Մի հարց ունեմ, ենթադրում եմ, որ նոր կլաստերը, որ սարքվում է Հայաստանում, то есть 4 միլիարդանոց, նախատեսված է ոչ միայն Հայաստանի, то есть ներքին շուկայի համար, այլ նաև արտաքին շուկայի համար։ Ինձ հետաքրքիր է հետևյալը, որ Հայաստանը գտնվում է մի այդպես ռեգիոնում, որ աշխարհից բավականին հեռու է, այսինքն Ամերիկայից, չգիտեմ, Ավստրալիայից, այսինքն այն կենտրոններից, որոնք որ այդ AI ռեսուրսները օգտագործելու են, արդյոք Հայաստանը ունի կոնկրետ պլան, թե դա ոնց է պետք ռեալիզացնել արտաքին շուկայի վրա եւ Վրաստանի օրինակը, որ 2011 թվականին մի հատ կին ինտերնետի լարը միամիտ կտրել էր ու ամբողջ Հայաստան ինտերնետ չուներ, նմանատիպ խնդիրների համար ոնց որ լուծում ունեն։ Շնորհակալություն։ Դե նախ ուզում եմ ասեմ կոնկրետ չգիտեմ ինչ 4 միլիարդանոց ծրագրի մասին է, բայց եթե դա նախատեսված լիներ հայկական շուկայի համար, ես միայն ուրախ կլինեի, եթե այդքան մեծ սպառում կարողանայինք ստեղծենք, բայց իհարկե չէ, իհարկե արտահանելու մասին է խոսքը, համենայն դեպս մոտ 1, 2, 3 տարվա կտրվածքով, իսկ մնացածի մասով ոնց որ Ռևը ասեց, երևի թե պետք է առաջի հերթին մենք ինքներս մեզ հավատանք, որ ասում եք Հայաստանը աշխարհից հեռու է կամ ինչ որ կենտրոնից, այդ նայած որ կողմից նայենք, կարող է կենտրոնը մենք ենք եւ ուրիշներն են մեզանից հեռու, ես համենայն դեպս տենց եմ կարծում, հատկապես հաշվի առնելով նոր նշված մի քանի փաստ, ասենք, որ օրինակ ինովացիոն տեխնոլոգիաների առումով Հայաստանը հենց այս պահին Ամերիկայից հետո երկրորդ երկիրն է, ասենք, ծավալների առումով այս պահին աշխարհում 5-րդն է, այսինքն հլետի մեծ հարց է, էլի կենտրոնը որտեղ է գտնվում, բայց իրականում հասկանում եմ ինչ եք ասում, բայց դա ենթակառուցվածքի ոչ պակաս կարևոր, բայց ուղղակի ինչ որ մի հանգամանք է, եթե ինտերնետի մասին եք խոսում, այս պահին արդեն վատ չի վիճակը, հաստատ մի հատ կաբել չի, հաստատ մի հատ կին չի կարա կտրի հետ ու անջատի ինտերնետը, բայց դրա զարգացման տեղը իհարկե կա ու կարծում եմ դա զուգահեռ ու համահունչ կլինի, էլի դա ամենամեծ խնդիրը չի լինելու հաստատ։ Շնորհակալություն շատ։ Ահա, այստեղ կան հարցեր, մինչև միկրոֆոնը հասնի այստեղ էր։ Ես ավելացնեմ, որ իրոք այդ տատիկի լարը կտրելուց հետո շատ բան է փոխվել, հա, այդ չգիտեմ ինչ պատճառով դա շատ չի հանրայնացվում, բայց հիմա Հայաստանում շատ ավելի շատ ինտերնետի լար է մտնում, քան Հայաստանին պետք է, եւ Հայաստանը նույնիսկ արտահանում է ինտերնետ դեպի մերձավոր արևելքի երկրներ ու շատ ավելի շատ է արտահանում, քան ներսում օգտագործվում է ինտերնետ։ Այդ տենց տեղեկություն, որ իմանաք թե ինչքան լար կա ու այն մարդիկ, որոնք այդ գործով զբաղվում են, իրանք շատացնում են այդ լարերը, չեն սպասում, որ խցանվի նոր ավելացնեն, հա, այսինքն այդ ինտերնետի թողունակության հարց իրականում չկա։ Տեսականորեն կարող է լինի latency-ի հարց, հա, թե ինչքան շուտ է, ասենք Ամերիկայում նստած մարդը, եթե իրան պետք է կլոդին մի բան հարցնել, ասենք մի 100 միլիվայրկյան ուշ ստանա պատասխանը Հայաստանի կոմպյուտերից, բայց նես չի էլի, որ կլոդը այնքան արագ է, որ այդքան ազդեցություն է թողնելու։ Հաջորդ հարցը։ Բարև ձեզ, ես Դավիթ Մաղսուդյանն եմ, FAST հիմնադրամի աշակերտներից մեկը, ու իմ հարցը նրանում է կայանում, որ մենք այսօր սովորացնում ենք AI-ին մտածել մարդու պես, բայց դպրոցներում մենք սովորում ենք ռոբոտի պես, որն է ձեր կարծիքով ապագա մեթոդաբանության, կրթական մեթոդաբանության զարգացումը։ Եթե տենց է, ուրեմն դուք մի քանի օր առաջ մեր մոտ եղել եք։ Չէ։ Անձամբ ես չէ։ Ուրեմն ձեր նույն դասարանում սովորողները գոլեգաներ չեն, չէ՞ ինչ։ Դասընկերներն են։ Ուրեմն ձեր դասընկերները եղել են մի քանի օր առաջ մեր մոտ, տենց ֆիզիկապես տեսել են ինչ վիճակում է։
Էդի այդ մեր բազմաթիվ ծրագրերից տենց ինչ որ մի փոքր դրսևորում է կրթության գիտության մասին ինչ որ ասեցի, ես մանրամասները լավ չգիտեմ, բայց ինչ որ մրցանակակիր աշակերտների համար շրջացի կազմակերպել, հենց ֆաստներ ոնց որ թե դրանով զբաղվում։ Ճիշտն ասած, բանա թեման այնքան շեղված է երևի այսօրվա օրակարգից, որովհետև իմ համար շատ կարևոր ու հետաքրքիր հարց է ընդհանրապես կրթությունը տենց միջնակարգ, չգիտեմ, բարձրագույն եւ այլն, բայց չգիտեմ, սենց AI կոնֆերանսի կոնտեքստում ոնց կարանք կրթության էֆեկտիվության հարցերը քննարկենք, կարամ միայն համաձայնվեմ, որ բանա կրթությունը թե միջնակարգ եւ թե բարձրագույն ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես միգուցե մեր մոտ մի քիչ ավելի շատ կտրված է իրականությունից, մի քիչ հետ ընկած է իրական process-ներից, բայց բանա դա այնց վիճելի ու բանա փիլիսոփայական հարցեր է, էլի ասենք օրինակ կլասիկների գրքերը պետքա կարդալ թե չէ, ասենք հիմա մենք ոնց ենք ընկալում են ինչ որ մարդիկ, չգիտեմ, 10-րդ դարում իրանց համար ակտուալ է եղել։ Բայց բանա դա շատ ավելի լայն ու բանա առանձին թեմա է։ Մերսի շատ։ Ոնը փոխանցեք մի քիչ հետ։ Մեկ էլ էս լույս անջատենք։ Շնորհակալություն։ Data center երբ որ ինձ ասում են, առաջին բանը, որ իմ միտքն է գալիս, դա power supply-ն է, այդ data center-ի համար ու ինֆրաստրուկտուրան, որի հետ կապված նույնիսկ Միացյալ Նահանգները խնդիրներ ունի, grid delay-ներ եւ այլն։ Ինչպես են Հայաստանում հիմա լուծվում այդ խնդիրները ու հետագայում scaling-ը ոնց եք պատկերացնում, սկսած տրանսֆորմատորներից, չգիտեմ, grid-երի approval-ը եւ այլն։ Այդ առումով էլ է իրականում բոլոր նորությունները լավ, այն առումով, որ մենք հաստատ մեր ողջ պոտենցիալը դեռ չենք օգտագործել, այսինքն գիտեք, այս պայն քննարկվում է նոր ատոմակայանի պրոյեկտ, պարզ է դա մի քիչ երկարաժամկետ հարց է, 1-2 տարվա հարց չի, հնարավոր է 7-8 տարվա մասին է խոսքը, բայց կարևոր է, որ այդ հարցը կա այս պայն ակտուալ է եւ զբաղվում են այդ հարցով։ Երկրորդ հանգամանքը կարևոր, որ արևային էներգետիկայի առումով մենք հաստատ մեր ողջ պոտենցիալը դեռ չենք սպառել։ Այս պայդրությամբ խնդիր ունենք հիմնականում կուտակելու հետ, որը որ դրա մասին էր հարցը։ Հա, դրա հետ կապված հիմա ինչ որ աշխատանքներ են տարվում, ինչ որ չգիտեմ, օրենսդրական նախաձեռնություններ կան, հնարավոր է դա մաս կազմի ընդհանրապես էներգետիկ ռազմավարության մշակման շրջանակներում եւ մի քիչ ավելի երկար տևի, բայց համենայն դեպս այդ հարցով էլ են այսպես զբաղվում։ Մենք ինչպես նշեցի արդեն մի քիչ էներգետիկայի հետ կապ ունենք, այսինքն մենք դա ի սկզբանե հասկացել ենք, որ կարևոր հանգամանք առնելու եւ ինքներս արտադրող ենք հանդիսանում եւ այդ խնդիրները մեր համար կոնկրետ գործնական առօրյա խնդիրներ են։ Արևայինի հարցը կարծում եմ կուտակիչների միջոցով կլուծվի։ Հետագայում նոր ատոմակայանը միգուցե գործարկվի, որը որոշիչ նշանակություն կունենա։ Բացի դա ցանցն է արդիականացվում, նոր բարձրավոլտ 4000 վոլտ գիծ է կառուցվում, ինչը թույլ կտա միջազգային առևտրի ավելի ակտիվ մասնակից դառնալ։ Հենց որ նախ ունենք մեծ պոտենցիալ, երկրորդը հենց այս պայն աշխատանքներ են տարվում համարյա բոլոր ուղղություններով։ Շնորհակալություն։ Մի հատ էլ կարճ հարց ու ավարտենք։ Չկա կարճ հարց։ Ինչ լավ է։ Կարող ենք առանց կարճ հարցի ավարտել։ Եկեք եւս մեկ անգամ շնորհակալություն այդտեղ կարողանենք։ Մի հատ բան էի խոստացել, էդ էլ ասեմ ու գնամ։ Ասա, իհարկե։
Չգիտեմ, ինչքանով եք տեղյակ, այս պայն մրցույթ է ընթանում OpenAI-ի կողմից հայտարարված Golf-ը անունը, որտեղ որ աշխարհի տարբեր երկրներից տարբեր թիմեր կոնկրետ խնդրի վրա աշխատում են եւ հաղթողը ինչ որ մրցանակ կստանա անկախ դրանից թե Հայաստանից մասնակից թիմերը որտեղում կգտնվեն համաշխարհային մասնակիցների շրջանակներում Elevate-ը հատուկ մրցանակ նախատեսել Հայաստանից մասնակից հաղթող թիմի համար արդյունքները եթե չեմ սխալվում այս ամսվա վերջին լինելու նենց որ դրա մասին առանձին կհայտարարենք թե ով հաղթեց եւ ընդհանրապես Հայաստանից մասնակից թիմերը ինչ տեղեր զբաղացրեցին համենայն դեպս ուզում էի այդ նորությունով էլ կիսվեի որ տենց մրցույթ է ընթանում եւ Հայաստանից մասնակից թիմեր կան եւ մենք հաճույքով կաջակցենք եւ կխթանենք իրանց մասնակցությունը Այո